Տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի ավականու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին, Տիկին Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Երեկվանից հանրային քննարկումների առանցքային թեման Փաշինյանի եւ արցախցի կնոջ միջև տեղի ունեցած բանավեճն է։ Մենք արդեն գիտենք, որ Փաշինյանը երկու անգամ ներողություն խնդրեց, հրավիրել է հանդիպման, պատրաստ է ուղիղ եթերում եւս մեկ անգամ ներողություն խնդրել։ Մարդու իրավունքների պաշտպանն է անդրադարձել այս միջադեպին, զգայունության կոչ է արել բոլոր քաղաքական գործիչներին նախընտրական այս շրջանում։ Մենք տեսանք նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչների արձագանքը միջադեպին, նրանք ըստ էության օգտվեցին իրավիճակից եւ անում են հայտարարություններ, նշելով, որ կինը միայնակ չէ, իրենք աջակցում են այդ կնոջը։ Փաշինյանը ինքը խոստովանեց, որ Արցախի թեման իր համար ամենաէմոցիոնալն է։ Փորձենք հասկանալ այդ էմոցիաների չկառավարումը ինքնապաշտպանական բնազդ է, թե այնուամենայնիվ Արցախը հանձնելու այդ մեղադրանքները այնքան էլ օբյեկտիվ չեն եւ մարդը ստիպված է լինում այսպես արձագանքել։ Տեսեք, ինքը Արցախի թեման բոլորիս համար է, չկա մարդ, որի համար զգայուն թեմա չլինի, եւ բոլորիս մոտ էմոցիոնալ պոռթկումներ լինում են Արցախի տարբեր թեմաներով։ Ինչ վերաբերվում է նախկին իշխանությունների կողմից այդ կինը մենակ չէ հայտարարություններին, մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, ես այդ ամենը նայելով քաղաքականության մեջ նաեւ որպես կին ես շատ վատ եմ զգում։ Բա ուր էին եթե երկակի ստանդարտներ չի ստեղ եւ եթե այստեղ քաղաքական որևէ նկատառումից ելնելով չեն օգտագործում այդ կնոջը, այո, այս պահին այդ կինը, այդ միջադեպը օգտագործվում է նախկին իշխանություններից sense ճյուղավորված բոլոր քաղաքական ուժերի համար, որպես նախընտրական process կինը, արցախցի այդ կինը օգտագործվում է հենց այս պահին, որովհետեւ մենք էլ ենք քաղաքականության մեջ ենք նաեւ կանայք, մենք էլ ենք անցել այդ process-ները, բա որ մեր երեխաներին թիրախավորում էին, բա որ մեր երեխաներին սեռական բնույթի ամեն օրվա բնույթով հայհոյանքներ էին տալիս, մեր երեխաներին դպրոցներում թիրախավորելու կոչեր էին անում, բայց այդ ժամանակ ինչի մեկը մի հայտարարություն չարեց, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանը, որ գիտեք ինչ կա, քաղաքականության մեջ գտնվող կանանց ընտանիքներից հեռու մնացեք, երեխաներից հեռու մնացեք, կանանց առհասարակ կնոջ ընտանիքից երեխաներից հեռու մնացեք, բայց ժամանակ ինչի չէր լինում։ Եթե լիներ այդ ժամանակ էլ այս նույն ամեն ինչը, ես կընդունեի, որ սա այո աջակցություն է այդ կնոջը, բայց ոչ փաստ է, որ այդ կնոջ այս միջադեպը օգտագործում են, այդ կնոջը օգտագործում են քաղաքական նպատակներից ելնելով։ Իդեպ տվյալ կինն էլ երբ նայում ես իր քաղաքական առնվազն Facebook-ի էջի մակարդակով երբ նայում ես, ինքն էլ բավականին ոչ կոռեկտ արտահայտություններ ունի արած, ինքն էլ բավականին խիստ, հա, այս փողոցային նախկինների ընդդիմության նման շատ վատ լեքսիկոնով արտահայտություններ ունի, ընդհանուր մինչև ժեխեր բան նման արտահայտություններով գրառումներ ունի։ Կինը, որի մասին մենք խոսում ենք, ինքը մտավ բանավեճի մեջ, ինքը ես ամենևին չեմ արդարացնում Փաշինյանին, ամենևին թող իր թիմը եւ ինքը այդ արդարացումները գտնեն եւ ասեն, բայց փաստ է, որ այնտեղ գնաց կինը ինքնակամ գնաց այն ամեն ինչին, ինչ կատարվեց։ Տիկին Խաչատրյան, ես էջը չեմ ստուգել եւ չեմ կարող այդ հայտարարությունների տակ ստորագրել, բայց ամեն դեպքում նա կին է, ով կորցրել է տուն, կորցրել է սեփականություն, հայրենիք, նրա հոր գերեզմանը, ես ինչպես հասկացա, Արցախում է մնացել եւ պարզ է, որ էմոցիոնալ այդպիսի արձագանք կլինի։ Մյուս կողմից նաեւ մենք որպես հանրություն գտնվում ենք խիստ բևեռացված իրավիճակում, որովհետեւ Մեղրիում էլ հիշում եք Զոհվացի կինը, երբ որ ընդունեց Փաշինյանին, նա եւս թիրախավորվեց ամենատգեղ բառապաշարով։ Տեսեք, արտահայտությունների մեջ նաեւ օգտագործվում է փախած արցախցի արտահայտությունը, հա, փախածները, կինը այնտեղ արձագանքեց դրան, մենք չենք փախել, թե այդ կինը, թե Հայաստանի Հանրապետություն կամ մեկ քաղաքացի, որ կարող է ասել, որ չկա փախած արցախցի։ Իհարկե կան, փաստ ձեր Հայաստանի Հանրապետություն, մեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան Արցախցին չի փախել, հաղթանակած Արցախից պատերազմի ժամանակ չի փախել, եկել էստեղ։ Փաստ մեկ օրինակ, վառ օրինակ ես բերում եմ։
Կամ եթե դուք չէիք ուզում ես ամեն ինչը կորցնել, նույն հաջողությամբ քաղաքական մակարդակով եմ ասում, մենք բազմիցս ելքերն ասել ենք Արցախը չկորցնելու, մենք ասել ենք գնացեք բանակցությունների, մենք ասել ենք դիմեք Եվրոպային, ասել ենք առաջարկներն եղել է, Արայիկ Հարությունյանն ինքը մինչև ուշ գիշեր Արամ Սարգսյանի հետ խոսալուց ասում էր նույնիսկ իմ ընտանիքն է դեմ, որպեսզի ես գնամ բանակցությունների։ Գիտեք, պետք է իրականությանը բաց աչքերով նել կամ փախած արցախցիներ, երբ որ Հայաստանի Հանրապետության սահմաններից գնացած տղաները զոհվում էին, պատերազմում մասնակցում էին պատերազմի, այդ ժամանակ շատ ու շատ արցախցի տղամարդիկ այստեղ մոլերում առևտուր էին անում։ Կան, չէ՞, ես վառ օրինակ եմ ասում, փախած արցախցու օրինակ ձեզ, Ռոբերտ Քոչարյան։ Կար Փաշինյանի ասածում սխալ, չկար, կար մատուցման ձև, այո, միգուցե կար, սխալ ընկալում ունեցավ։ Հիմա իմ հարցը նաև այդ մատուցմանն էր, ինքնատիրապետումը կորցնելը, սա ինչով է պայմանավորված։ Մեղադրանքները այդքան էլ օբյեկտիվ չեն միգուցե։ Թե այո, պետք է քաղաքականության մեջ, նամանավանդ իշխանության մեջ, նամանավանդ երկրի ղեկավարը հնարավորինս կարողանա զսպել իր էմոցիաները, բայց ինչպես երկրի ղեկավարը, ինչպես մենք բոլորս մարդ ենք, ովքեր երբեմն նաև տալիս են էմոցիաների հապորտքում է լինում եւ մեղադրել Փաշինյանին Արցախը տալու մեջ այդ էմոցիաներից կարող էր նաև նման բան լինել։ Նորից եմ ասում, ամենևին չեմ արդարացնում, բայց ասել, որ երեխայի մոտ այդ օգտագործել կին, բան, մենք էլ ունենք երեխաներ, մենք էլ անցել ենք այդ process-ը, մենք ավելի վատ, երեխայի մոտ ինչ էր կատարվում, երեխայի մոտ ընդամենը, որը կարար չճանաչեր, չէ, երկրի վարչապետին մի հատ ձյաձյա, ասենց ասած, իր մոր հետ քաղաքական բանավեճ էր անում բարձր տոնից եւ որին իր մայրը շատ ավելի բարձր տոնից էր արձագանքում, իր մայրը շատ ավելին սկսեց եւ այնտեղ կար մեկին, որը շատ հստակ դրեց այդ էլի կարծես թե արցախցի, որ ասեց այ ես արցախցի ու հայաստանցի այս բաժանում այս սրանց նմանների բերել է հենց սրան։ Ցավոտ բաժանում է Տիկին Խաչատրյան, հարցը նաև այլ տեսանկյունից է քննարկվում։ Մի կողմից ասում են Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում երկրի վարչապետն է եւ նրա նկատմամբ հարգանքը դա հարգանք է պետական ինստիտուտի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության տվյալ կինը նույնիսկ Հայաստանի Հանրապետության եկեք կնոջը երևույթին անդրադառնանք կոնկրետ կնոջը։ Այդ Հայաստանի Հանրապետության քարտեզի մասին էր խոսքը։ Քարտեզի հանդեպ վերաբերմունք էր։ Եվ դա հստակ էր, որ այո, վարչապետը X մարդը քաղաքական process է, քաղաքական քարոզարշավ է, մոտեցել է, չի մոտեցել վարչապետը, մոտեցել է մյուս կուսակցության ղեկավարը, իրենց սիրելի Քոչարյանը մոտեցել է, ընդհանրապես կարելի էր ասել չեմ ուզում եւ պտտվեր, բայց տալ շարունակություն, ես ուզում էի իջնեի, բայց մնաց շարունակություն, որպեսզի լինի, սա հստակ process էր, որը գնաց չեմ ասում ուղղորդված, ստացվեց process, այն ինչ ստացվեց, կին արցախցի պետք չի տարանջատել, միջադեպ էր, որը տեղի ունեցավ, ու հենց ցավը նրանում է, որ ընդդիմադիր, ճակերտավոր ընդդիմադիր, հա, իմ համար իրենք փողոցային ընդդիմադիր են, իմ համար ընդդիմադիր մենք ենք, փողոցային նկատի ունեմ այդ փողոցային պայքարի դուրս եկողները, այդ ընդդիմադիր թևը հստակ օգտագործում է, նորից եմ ասում, այդ կինը այս պահին օգտագործվում է եւ ինչպես շատ ու շատ անհատներ, շատ ու շատ մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ, անհատներ օգտագործվեցին ռոբադաշնակա այդ Ռուսաստանից ուղղորդվող թևերի կողմից եւ իրենց ճուտ կուսակցությունների կողմից, այնպես էլ այս կինն է այս պահին օգտագործվում քաղաքական նկատառումներից ելնելով, իրենք սիրում են մաշեցնել անձերի, անհատների, հեղինակությունների, մաշեցնում են, օգտագործում են եւ էլ իրանց պետք չի ու ոչինչ վերջ։ Ես հարցս ամեն դեպքում ավարտեմ, այս երևույթի մյուս տեսանկյունը այն էր, որ Փաշինյանը ամեն դեպքում ներկայացնում է պետություն, պետական ինստիտուտի նկատմամբ հարգանք է պետք ունենալ, բայց սրանք կա հակադարձում։ Ասում են երկրի ղեկավարը որպես այդպեսին իրեն լուրջ չի պահում։ Ինչու է ակնկալում, որ նրա նկատմամբ պետք է լինի լուրջ վերաբերմունք։
Ինչ է նշանակում լուրջ չի պահում։ Դե մատնացույց են անում բազմաթիվ դեպքեր այդ ուրախ ավտոբուսում առանձին դրվագներից մինչև փողոցում քայլել, ուրախ ավտոբուսի նման ավտոբուսներ նաև ունեն այլ քաղաքական ուժեր, եթե այնտեղ 1-2-ը մնացածն ունեն 30-40, դա շատ խնդրահարույց ու հարցի այլ կողմն է, որը այսօր խնդիր է Հայաստանի Հանրապետությունում եւ նախընտրական process-ում, քաղաքական process-ը, որը անում է ամեն մարդ իր ձևով։ Ինքը գիտի, թե ինչ մեթոդով է իր քարոզչական կամ աշխատանքային process-ն անում։ Լուրջ է, անլուրջ է, մյուսը ինչ որ եսիմինչ նախարարությունները առաջարկում բացել, դա լուրջ էր, իհարկե լուրջ չէր։ Ամեն մեկը ունի բաներ, որը կարող են համարեն մարդիկ լուրջ է, մյուսը համարի անլուրջ է, process է, որը մեթոդներ են, քաղաքականություն է, որը ամեն մարդ ինքն է որոշում, թե ոնց պետք է անի։ Ամեն դեպքում հարցազրույցի այս հատվածը ամփոփելով Տիկին Խաչատրյան, դուք նաև որպես կին քաղաքական գործիչ պատկերացնում եք, ինչ պայմաններում է հնարավոր խուսափել այս բևեռացումից, այս թիրախավորումից, որովհետև ես բերեցի այդ Մեղրիում միջադեպը այդ կնոջ հետ զոհվածի կնոջը, որը թիրախավորվեց ընդամենը Փաշինյանին կրթական ծրագրերի աջակցության համար շնորհակալություն չի կարող այս փուլում առնվազն ավելի խորանալու այս բևեռացումը, որովհետև ցավոք սրտի այն քաղաքական դաշտում եղած ուժերից գերակշռողն այն ուժերն են, որոնք չեն մտածում Հայաստանի Հանրապետության շահի մասին, բոլորը մտածում են, գրեթե բոլորը, մտածում են սեփական աթոռի, քվեի ու մնացածի մասին եւ դիմում են նույնիսկ ծայրահեղ ամենազզվելի մեթոդներով, որպեսզի կարողանան քվե անեն եւ այստեղ հստակ գնում է բաժանում նաև աշխարհակաղակական խնդիր է, որտեղ այստեղ այսօր կան ուժեր, որոնց համար վերջին խրխրոցն է, վերջին հնարավորությունն է այս ընտրությունը եւ նույն Ռուսաստանի Դաշնությունից ներդրված է ամեն հնարավոր մեթոդները, ամեն հնարավոր Քոչարյանին աջակցող, Քոչարյանին վարչապետության բերող տաշիրներն ու մնացածները, փորձերը եւ ամեն ինչ անելու են, որ այս փուլում այս լարվածությունը պահեն, չի հանգստանա այս բևեռացումը, ընտրություններից հետո նոր բոլորը կնստեն իրենց տեղերը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան հեսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ,
պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հա, միջադեպին անդրադարձել էր նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարության, ասում է, եթե Փաշինյանին նյարդերն են տալիս, կամ նյարդերն են տեղի տալիս, կամ էլ մեկ այլ պետություն է նրան պատանդ վերցրել եւ եկեք կոմիկների մասին չխոսանք, Հայկ Մարությանը ընդամենը կոմիկ դերասան է Հայաստանի Հանրապետությունում, որին քաղաքական process-ներում իր ասածները, իր արածները ես ընդամենը նայում եմ կարգին հաղորդման շրջանակներում։ Հայկ Մարությանն իմ համար ոչինչ է, որ մենք եկեք չվիրավորենք Տիկին Խաչատրյան, բայց նա մտնում է դերասան Հայկ Մարությանի ցանկացած ասած բան իմ համար կարգին հաղորդում է եւ ես քննարկման առարկա չեմ համարում Հայկը։ Եթե անգամ նա մտնում է ընտրապայքարի մեջ, որպես ընդամենը խաղում է ընտրապայքարներում ուղղակի ընտրություններին կտեսնենք Հայկ Մարությանին։ Այսինքն էլի այդ ռուսական դաշտից է իհարկե միանշանակ։ Գիտեք, ընտրություններում քաղաքականության մեջ այդ այն արտահայտությունը, այն վերջնագրերը, այն չեմ միանալու նախկիններին, չեմ միանալու ներկաներին այս վերջնագրերով խոսելը առնվազն Մարությանի պարագայում ծիծաղելի է, բա ինչ ես անելու, դու քեզ այնց ինչ ես ներկայացնում։ Մարությանը Երևանում այն էմոցիոնալ ֆոնի վրա ինչ որ քվե հավաքեց, այդ էլի Իրանը չէր, այդ էլի Մարությանին շատ ընտրողներ կային, որոնք նաև քաղաքացիական պայմանագրի թևն էին, որ այդ պահին այդ խառը իրավիճակում նույնիսկ չկողմնորոշվեցին, ինչ Երևանն ու համապետականը շատ տարբերվելու են իրարից, Հայկ Մարությանի պարագայում առնվազն, եւ նորից եմ ասում, նույնիսկ կարծում եմ, եթերը իմ պարագայում այդ անունը հնչել իմ համար չգիտեմ, ինքը իմ համար նորից եմ ասում հումորային դերասան Հայկոն է, սուպերմամայի կերպարի Հայկոն է, որի ասած ցանկացած արտահայտություն ես նայում եմ կարգին հաղորդման շրջանակներում ժպտում եւ անցնում։ Շատ լավ, նախընտրական այս տրամադրություններին անդրադառնալով Տիկին Խաչատրյան, իշխանությունը Փաշինյանի մակարդակով սկսած մինչև նախարարներ, պատգամավորներ ասում են շատ հստակ հանրությանը, որ եթե մեր իշխանությունը չվերարտադրվի, չվերընտրվի, լինելու է պատերազմ, ամենաուշը սեպտեմբերին։ Հիմա սա սեփական վախերի մասին է սեփական վախերի արտահայտություն է, թե ամեն դեպքում սպառնում են կամ սպառնալիք կհամարեք այսպիսի հայտարարությունները։ Կոչեր են հնչում, որ մի վախեցրեք ժողովրդին, ինչու եք Ալիևի պես սպառնում սեփական ժողովրդի պատերազմով։ Եթե Հայաստանի Հանրապետությունում մենք չլինենք ազգային ժողովում, նաև հնարավոր է այո լինի պատերազմ, մեր լինելու դեպքում վստահաբար ասում եմ, որ չի լինելու պատերազմ, մեր ընտրվելու դեպքում չի լինելու պատերազմ եւ մենք Հայաստանի Հանրապետությունը հստակ ուղու վրա ենք տանելու։ Ինչ վերաբերում է այո, եթե տեսեք, պատերազմ չի լինի, ես ինչի հակադարձեմ Փաշինյանին, եթե Փաշինյանը չընտրվի, ընտրվեն, որը անհնար է իհարկե, ուղղակի որպես օրինակ, ռուսական ուժերը, Հայաստանի Հանրապետությունում պատերազմ չի լինի, ուղղակի Հայաստանի Հանրապետություն չի լինի։
Որովհետև էլ ինչ պատերազմ, մի անգամից կտակ գնանք նյութենական պետություն, կդառնանք մի հատ գյուղ եւ պատերազմ կարծում եմ այլևս չի։ Չէ, բա Ալիևի պահանջները Ռուսաստանի պահանջներից չեն տարբերվում։ Գիտեք, Ալիևի պահանջներից, Ալիևի արտահայտություններից մենք որ խոսում ենք, նայեք, եք չմոռանանք, մենք էլ ենք հաղթած ժամանակ շատ բան ասում, բայց այտենց չի հաղթած կողմը միշտ ասում է արտահայտություններ անում է Չէ, բայց նա գործնականում ռուս խաղաղապահներին այնքան կարողացավ, այնքան կշիռ ուներ, որ ռուս խաղաղապահների դուրս մասին ենք հանեց, խոսում։ հենց դա եմ ասում։ Եթե այստեղ ընտրվեն նախկիները եւ մենք դառնանք գավառ, Ալիևը ինչու պետք է համաձայնի, որ Հայաստանը այս սահմաններով լինի Ռուսաստանի գավառ եւ օրինակ չպահանջի Սյունիքը։ Ռուս խաղաղապահներ եւ դրանով ամեն ինչ ասվում է։ Այդ ռուս խաղաղապահներն, ովքեր ինքնակամ շատ հանգիստ հանձնեցին Արցախը, փակեցին միջանցքը մի խոսքով։ Մենք հստակ արդեն ռուս խաղաղապահ ասած արտահայտությունն ամեն ինչ ասում է։ Ռուսները երբեք խաղաղարար չեն եղել, երբեք խաղաղապահ չեն եղել եւ Հայաստանը երբ նայում ես իր պատմությունով ռուսները միշտ կտոր իրենց սեփական շահից ելնելով նվիրել են Հայաստանի թշնամի պետությանը։ Դուք ասացիք, եթե մենք լինենք խորհրդարանում, պատերազմ չի լինի, այսինքն դուք համարում եք, որ պետք է ընդդիմության փոփոխություն լինի խորհրդարանում, նոր խորհրդարանը պետք է տարբերվի ընդդիմության։ Իհարկե պետք է տարբերվի, գիտեք, այս վերջին խորհրդարանը, երբ որ մենք նայում ենք, այնտեղ չկար խորհրդարան, այնտեղ պայքարեր, անձերի կռիվեր, ամեն օրվա խորհրդարանի նիստը միայն իրար նախկինների արածը, ներկաների արածը, իրար ինչ-որ իրար արածներով ասել եւ ոչ մի աղաց չուներ Հայաստանի Հանրապետության շահից, այնտեղ նախագծերը չէին քննարկվում ըստ երկրի շահից ելնելով նախագծեր, չէին քվեարկվում այն ինչ պետք, առհասարակ այն բանակցությունը, այն ամեն ինչ պետք է լիներ խորհրդարանում, այս գումարման խորհրդարանում չի կայացել, որովհետեւ այնտեղ ընդդիմությունը նախկիններն էին, ովքեր քոչարյանական ընդդիմությունը, ովքեր իրենց աթոռի պայքարի կռիվ էին անում վերադարձ ովքեր ունեն կորցրած ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ աղերչությունից, այլ սեփական աթոռի կորուստ եւ այնտեղ աթոռի վերադարձի կռիվ է եղել։ Իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունը այն փուլում է, որ հետպատերազմյան շրջանում արդեն ու աշխարհաքաղաքական դիրքավորման նաեւ խնդրի առաջ, որ աշխարհը տարբեր ուղղություններով տարբեր պրոցեսներ է գնում աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունը հիմա պետք է կարողանա ճիշտ կառավարվել, ճիշտ դիրքավորվել եւ ճիշտ ուղու վրա գնալ ու խորհրդարանը շատ կարեւոր է լինելու Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այո, այս անգամ ոչ միայն իշխանություն պետք է ընտրի, այլ նաեւ պետք է հստակ գնա ընտրելու ընդդիմություն։ Ընդդիմություն Հայաստանի Հանրապետության շահից ելնելով։ Ընդդիմություն թե ով կարող է ինչ անել, ով կարող է իշխանությանը ոչ թե միայն հայհոյել, իշխանության կողմից ստանալ իր արածների համար որևէ խոսույթներով արձագանքներ, այլ իշխանությանը պետք է զսպի եւ իշխանությունը պետք է դրթի, օրինակ տեսեք մեր Եվրաքվեի 60000 ստորագրությունը վառ օրինակ, որ իշխանությունը պետք է դրթել process-ների գնալ։ Դա գործնական աշխատանքային ընդդիմությունը ինքը հենց իշխանության մաս է, ինքն էլ մի առանձին իշխանություն է, որը պետության համար պետք է աշխատի։ Ընդդիմությունը նրա համար չէ, որ մենք սովոր ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը միայն հայհոյելու, միայն վատ բաներ ասելու համար է, ոչ, Հայաստանի Հանրապետությունում չէ, աշխարհի նորմալ երկրներում ու նաև պիտի Հայաստանի Հանրապետությունը լինի այնպիսի երկիր, որտեղ ընդդիմությունը ոչ թե իր սեփական քաղաքական շահից է խոսում, այլ խոսում է երկրի շահից։ Եվ իշխանությանը ստիպում է, այդ ժամանակվա իշխանությունը ստիպում է աշխատել երկրի շահից այսինչ օրակարգով։ Դե ասում են կոնկրետ այս գործող իշխանությանը կառուցողական կամ երկրի շահերը առաջ տանող ընդդիմություն պետք չէ։ Նրանց շատ հարմար է ներկայիս ընդդիմությունը եւ իրենք կցանկանան, որպեսզի նոր խորհրդարանում լինեն ռուսամետ ուժեր, որպեսզի իրենք նրանց թիրախավորեն ձեռք է տալիս Քոչարյանը Տաշիրա դաշնակցական ընդդիմություն ցանկացած իշխանության, որովհետև այն մարդիկ են, որոնք նույնիսկ որպես ընդդիմություն խոսելու իրավունք չունեն, որովհետև իրանց իշխանության տարիներին իրենց գիտեք, տեսեք, ես կապում եմ նաև ուժեղ Հայաստան կոչվածը նույն գծի մեջ, որովհետև իրենք բոլորը Ռոբերտ Քոչարյանին վարչապետ սարքելու համար են ներդրված Ռուսաստանի կողմից Հայաստանում։ Ինչքան էլ որ հեքիաթներ պատմեն, ինչքան էլ որ փորձեն ժողովրդի ականջին լապշաներ կախել, չի ազդելու։
իրանք բոլորը դրված են, որպեսզի վերջում Ռոբերտ Քոչարյանին բերեն վարչապետության։ Եվ ինչքան էլ իրանք բոլորը փորձեն այդ ամենը, միևնույն է, չի ստացվելու, բայց այնուամենայնիվ բոլորին ձեռք է տալիս, ցանկացած իշխանության ձեռք է տալիս այս process-ը, որ իր ընդդիմությունը լինի այն քաղաքական ուժը, որը քաղաքականապես, կեղտոտված է, առնվազն իշխանություն է եղել եւ իր իշխանության տարիներին այնքան բան է եղել Հայաստանի Հանրապետությունում, որի համար իրենք ամեն ինչ կարող են, իրենք խոսալու իրավունք չունեն։ Պետք է ընդդիմությունը լինի այնպիսի ընդդիմություն, որ խոսելու, իրեն ասելու, որ դու այսինչ բանն ես արել ես երկրին վատ իմաստով, չկարողանա իշխանությունը։ Եվ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունն ու պետությունը առհասարակ կկայանա։ Քանի որ մեր ձևովին անդրադարձակ, ինչ է կարծում, ինչու Կարապետյանը ուղիղ եթեր դուրս չի գալիս։ Այ անկեղծ ասած չգիտեմ, միգուցե իր այդ Դե ասում են սահմանափակում չկա, ինքը կարող է օգտվել այդ հնարավորությունից։ Չեմ կարող։ Բայց արհեստական բանականության միջոցով են։ Դե գիտեք, երբ նայում ես ձեր նշած քաղաքական ուժին, իրենք առհասարակ ոնց որ գիտեք ինչ տպավորություն է իմ մոտ, ոնց որ Ռոբերտ Քոչարյանը նստած արհեստական բանականությունով ինչ որ բաներ անի եւ Ռոբերտ Քոչարյանի արհեստական բանականության զրույցի արդյունքը իրանք լինեն։ Իրենք ոնց որ հենց արհեստական բանականությունով ստեղծված մի հատ չգիտեմ ինչ լինեն, չեմ կարող ասել ինչի չի դուրս գալի, այ հենց այդ է խնդիրը, ինչի չի դուրս գալի, ասելիք չունի միգուցե։ Եթե այդ ռուսա Գիտեք, ես մի հատ ասեմ, ես ամենասկզբում ասեցի, որ ես համարում եմ, ու մինչև հիմա էլ այդ կարծիքին եմ, որ Սամվել Կարապետյանը շատ ուրախ էր, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկում էր եւ ինքը չի արժանացել մեր հայ բարերարներից մեկի, հայ Ռուբեն Հայրապետյանի ճակատագրին եւ հենց այդ ամեն ինչը տեսնելով հիմա էլ ուղիղ եթեր դուրս չգալը երևի դրա արդյունքում է, որ ինքը ստիպված է իր անունով թիմ մտցրած քաղաքականություն, ստիպել են իրեն այն երկրից, որտեղից իր ֆինանսական ամբողջ ռեսուրսներն են, ստիպել են քաղաքականություն մտնել Ռոբերտ Քոչարյանի համար քվե հավաքել Ռոբին վարչապետ սարքելու եւ ինքը այս process-ում է իմ խորին համոզմամբ, ինչքան էլ ինքը խոսի, ինչքան էլ իրենք փորձեն, իմ խորին համոզմամբ ինքը չուզենալով է քաղաքական process-ներում։ Եվ երևի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, երևի թե ընտրություններին լավություն կանի Սամվել Կարապետյանին եւ քվե չի տա ու ինքը կպրծնի այդ խնդրից։ Տիկին Խաչատրյան, ամեն դեպքում ձեր կարծիքով ո՞րն է Ռուսաստանի մոտիվացիան այստեղ փոխելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հակադիր կարծես թե ոչ մի գործողություն չի արել։ Հապկն է սառեցրել, որը եթե չսառեցվեր էլ առանձնապես Փաշինյանի իշխանությունը առնվազն տարբերվում է մյուս իշխանություններից, որը տանում է ավելի sense իրենց բարերով բալանսավորված քաղաքականություն, եւ իրեն ձեռ չի տալիս, ինքը սիրում է քոչարյանական ոճի իշխանություն, որը երկիրը նվիրում է իրեն, տարածաշրջանում Հայաստանը ամենակարևորն է բոլոր գերպետությունների համար այս պահին, եւ դրա համար բոլորի ուժերը կենտրոնացած են այստեղ, Ռուսաստանը կորցնելու է իր ուժը, իր ամեն ինչը Հայաստանը շատ կարևոր տարածք է եւ այդ բալանսավորված քաղաքականությունը մնացածը Ռուսաստանին բացարձակ ձեռք չի տալիս, իրեն պետք է ունենալ քոչարյաններ Ռոբեր, որ կարողանա Հայաստանը ոնց ուզի կառավարի, ոնց ուզի Սարգսի Միութենական պետության մաս երբ ուզենա, գույք պարտքի դիմաց Հայաստանի Հանրապետությունը վերցնի։ Այստեղ կա իրեն հակադարձող մարդ, որը կարա առնվազն թեկուզ հարցազրույցի մակարդակով իրեն հակադարձել, ինքը այդ կերպարը չի, որը այդ ամեն ինչը ընդունի։ Շատ լավ, ամփոփելով դաշտում, քաղաքական դաշտում կան նաև այլընտրանքային ուժեր, կան ուժեր, որոնք նոր են քաղաքականություն մտնում, նոր են ընտրապայքարի հայտ ներկայացնում։ Ինչ է կարծում, գործող իշխանությունը դաշտում կա այնպիսի ուժ, որից իսկապես վտանգներ է տեսնում։ Չեմ կարող ասել, դա գործող իշխանությունը կարող է ասել վտանգներ տեսնում է, որից է ուժից թե չէ։ Այո, կան քաղաքական դաշտում կուսակցություններ, կան քաղաքական դաշտում քաղաքական ուժեր, որոնք փորձում են քաղաքական process-ների մեջ մտնել, ու շատ լավ է, որ պիտի մտնեն, բայց դաշտը բևեռացված է, նաև ֆինանսական առումով է բևեռացված, եւ այսօր կա խնդիր գրեթե
բոլոր կուսակցությունները բացի մի քանիսից, հա, ֆինանսական առումով մտնել քաղաքական պայքարի մեջ, որովհետև մրցակցությունը գնում է ռոբի միլիոնների, տաշիր ընկերության միլիոնների եւ իշխանության ֆինանսական հնարավորությունների մեջ, այս պահին նայում ես թե գրասենյակների գներին, թե նայում ես նույն Facebook-յան հարթակում ռեկլամների, հա, գովազդների մակարդակով ծախսած ֆինանսական միջոցների, թե առհասարակ անընդհատ ավտոբուսներից էին խոսում, ավտոբուսների քանակները վերջերս 30 թե 30 քանի ավտոբուս մենակ մեր ձևով, հա, այդ Սամվել Կարապետյանի հաշվեցինք, որ ամեն ինչը, այն ամեն ինչ իրենք որ խոսում են 0%-ներից վարկերից ու ամեն ինչից կառուցելու են կես, այն ծախսը, որ իրանք մինչև այսօր արել էին, արդեն մի գործարան կսարքեին, բան էիք այսքան տարիների ընթացքում։ Հանրապետություն կուսակցությունը քարոզարշավը դեռ չի սկսել եւ եթե չի սկսել նաեւ այդ ֆինանսական խնդիրներն են քարոզարշավ սկսում է ցանկացած քաղաքական ուժ ընտրությունների հաջորդ օրվանից։ Մի քանի տարի արդեն քաղաքական պրոցեսները նկատի ունեմ քաղաքացիների հանդիպում ենք, անում ենք բոլոր, մենք կունենանք մի քանի օրից արդեն մեր համագումարը, որտեղ նաեւ կհայտարարվի ցուցակի, որ օրենքի պահանջ է ցուցակի 30 համարները եւ process-ը սկսված է, այո, աշխատում ենք։ Հանրապետություն կուսակցությունը այս ընտրություններին գրանցելու է լուրջ արդյունք, առնվազն Երևանի արդյունքը, եթե ոչ կրկնապատկել, համենայն դեպս գերազանցելու ենք, անցնելու ենք մեր Երևանի արդյունքին։ Մենք համագործակցելու հնարավորություն տեսնում ենք Հայաստանի Հանրապետություն ցանկացած ուժի հետ, բացի ռոբադաշնակական այդ գծից, հա, եւ իր քույր կուսակցություններից, ցանկացած պարագայում այո կարող է լինել նաև համագործակցություններ։ Այստեղ մեզ անդադար ասում են կոալիցիոն process-ը դա լավագույն իշխանություններն են լինում կոալիցիոն իշխանություններ, քաղաքակիրթ բոլոր երկրներում կոալիցիան դա նորմալ process է, այո լինում է կոալիցիոն բան, պետություններ կան, որոնք առանց կոալիցիայի նույնիսկ չեն ունեցել իշխանություն, եւ հետեւաբար կոալիցիան դա վատ բան չէ, մարդկանց անընդհատ այդ ամենով կոալիցիան դա հենց զսպող օղակ է, զսպող մի քաղաքական ուժի ու այդ շատ կարեւոր բան է, երբ որ նույն իշխանությունը X իշխանությունը չի կարող բարձրաձայնել այս խնդիրը եւ չի կարող այս խնդրին Հայաստանի Հանրապետության տալ լուծում, որը կարևոր է երկրի համար, կոալիցիոն գործընկերների միջոցով մենք հնարավոր է նաև ստիպել եւ կոալիցիոն գործընկերների միջոցով է հնարավոր կյանքի կոչել այդ ամեն ինչը։ Կոալիցիան իրենից շատ ավելի դրական եւ արդյունավետ կառավարման մեթոդ է ցանկացած երկրի համար։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Երևանի ավականու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի հետ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանի երևացող QR կոդով։